Սյունիքի նախկին մարզպետ Հայաստան դաշինքի նախկին падգամավոր Վահե Հակոբյանի ենթադրյալ ապօրինի ծագման ունեցվածքի սահմանները սկսվում են Երևանի Վահագնի թաղամասից, հասնում մինչև Իսպանիայի թագավորություն։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հակոբյանին ու փոխկապակցված անձանց առնչվող գործը։ Իսպանական Ալիկանտե քաղաքի Ծովափնյայից թաղամասում նախկին պաշտոնյան բռնագանձման ենթակա բնակարան ունի։ Գլխավոր դատախազությունը Երևանում բռնագանձման ենթակա է համարում Վահագնի թաղամասի այս առանձնատունը, ինչպես նաև հարևանությամբ գտնվող մեկ այլ անշարժ գույք։ Անշարժ գույքերից զատ ցանկում նաև մեքենաներ եւ դրամական միջոցներ են։ Վահե Հակոբյանը դատարանում պետք է կարողանա հիմնավորել, որ 2019 թվականի Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան օրինական ճանապարհով է ձեռք բերել։ Բռնագանձման է ենթակա նաև 225,000 ամերիկյան դոլարի ավանդը Ամերիաբանկում եւ 15,000 դոլարի ավանդը Ագբա բանկում։ Հակոբյաններից դատախազությունը պահանջում է նաև Նալբանդյան փողոցում գտնվող այս շենքում առկա նրա բնակարանը եւ ավտոկայանատեղին։ Մասնագիտությամբ ճարտարագետ իրավաբան Հակոբյանը մասնագիտական գործունեությունը սկսել է ԱԱԾ-ից, ապա դատախազությունում զբաղեցրել է գլխավոր մասնագետի պաշտոն, նախագահականում մոնիթորինգի մասնագետ է եղել։ 2014 թվականին նա տեղափոխվել է մասնավոր ոլորտ, զբաղեցնելով Cronimet Metal Trading CIS ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը, որից հետո Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի ադմինիստրատիվ տնօրեն է եղել, այնուհետ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2016-ից 18 թվականներին հանրապետական Վահե Հակոբյանը զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Իշխանափոխությունից հետո 2018-ից 2021 թվականներին էլ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատ ՓԲ-ի խորհրդի անդամ է եղել։ Քոչարյանի ցուցակով ազգային ժողով հասած Հակոբյանն այսպես էր մեկնաբանել, թե որտեղից իրեն այդքան հարստություն։ Հաջողության գաղտնիքը շատ պարզ է։ Երբ որ ես լքեցի պետական ծառայությունը եւ սկզբից պայմանագրային եղանակով սկսեցի աշխատել Cronimet Mining ընկերության հետ, հետո արդեն դառա թմի անդամ։ Այդտեղը իմ մոտ հայտարարագրի ինչ որ կա դա է, ասեմ ավելին, եւ երկու ձեր նշած բնակարանները 100%-անոց վարկ են, եւ Իսպանիայի տունը նույնպես 80%-անոց վարկով ձեռք բերված գույք է։ Դատախազությունը ցանկանում է գույքեր բռնագանձել նաև նրա հարազատներից։ Եղբոր Կարեն Հակոբյանի ունեցվածքից դատախազությունն ապօրինի է համարում Աջափնյակում գտնվող այս շինության տարածքներից մեկը։ Նույն տարածքում գտնվող Քաշի ենթակայանը, Վահագնի թաղամասում գտնվող հողամասը։ Հակոբյաններից բռնագանձման է ենթակա նաև Օրբելի փողոցում գտնվող այս շենքի բնակարանը։ Վահե Հակոբյանի կինը Էլիզաբեթ Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքը համարում է քաղաքական վրեժխնդրություն, ոչ թե իրավաբանություն։ Պատճառներով եւ առանց որևէ, կրկնում եմ, առանց որևէ հիմնավորման Վահե Հակոբյանի եղբոր Կարեն Հակոբյանի եւ նրա ընտանիքի ինքնուրույն տնտեսական եւ աշխատանքային գործունեությամբ ստեղծված գույքը եւ միջոցները վերագրվել են Վահե Հակոբյանին։ Պետրոսյանը պնդում է, որ չափազանցված է ներկայացված նաև դրամական միջոցների հաշվարկը։ Փաստաբանական թիմը համոզված է, որ օբյեկտիվ, բաց, հրապարակային դատավարության ժամանակ ներկայացված հայցադիմումը ենթակա է ամբողջությամբ մերժման։ Factor TV-ի հարցին, թե ինչ միջոցներով են բնակարան ձեռք բերել Իսպանիայի թագավորությունում, Վահե Հակոբյանի կինը նշեց, որ այն գնվել է մինչև ամուսնու մարզպետի պաշտոն զբաղեցնելը։ Վահե Հակոբյանը ուներ աշխատավարձ եւ նաեւ ես ունեի աշխատավարձ եւ դա վարկային միջոցներ են։ Այսինքն դա միանգամից վճարված գումարներ չի, ոնց որ ներկայացվում է։ Յուրաքանչյուր մարդ իրան կարող է թույլ տալ ունենալ հիմնավորված աշխատավարձ։ Առանձնատուն չի բնակարանա։ Վահե Հակոբյանը եւ ազգականները եթե չկարողանան հիմնավորել իրենց գույքերի օրինականությունը, ապա պետք է պետությանը հանձնեն 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձանցու մասնակցություն, 4 փոխառության պահանջի իրավունք ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով, 2 պարտատոմս ընդհանուր 741 հազար ամերիկյան դոլար արժեքով, 2 ավանդ ընդհանուր 240 հազար ամերիկյան դոլարի չափով, 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ։